եղել, ուղղակի լսեցինք, որ գործարանը պետք է փակվի, դրա համար իջանք ու անհանգստացանք, ինչի համար պետք է փակվի։ Աշխատում ենք, այսքան մարդ սնվում է այդ գործարանից, մեր ղեկավարը մեր նկատմամբ շատ լավ, հոգատար, մարդկային, արձակուրդ գնում ենք, ամեն ինչը օրերը մի օր ավել աշխատում ենք, վճարվում ենք, ամեն ինչ շատ լավ է։ Թե ինչի պետք է փակվի, չգիտեմ։ Այսքան մարդկանց եթե տանը նստացնեն գործարանը փակեն, ով է կերակրել այս մարդկանց։ Մեզ կերակրողը մեր ղեկավարն է։ Ամուսիններով, երեխաներով ստեղ են աշխատում։ Ոնց պետք է ապրեն։ Պետությունն է պահելու այս մարդկանց։ Ոնց է լինելու։ Մտածում են այդ մասին։ Այս հիմնարկը ստեղծված օրից այն շանթը փակելուց եկել ենք ստեղ։ Մենք այնտեղ աշխատել ենք։ Այն քարից մաքրել են գործարանը, այս մարդը պատրաստել է, ասել է մի նեղվեք բոլորը։ Բարձրացրել է մեզ, եկել ենք այս շենքը կառուցել ենք միասին։ Միասին կառուցել ենք, այսօր աշխատում ենք, շատ հանգիստ, շատ լավ։ Շատ լավ, ամենակարևորը մարդկային վերաբերմունք։ Մենք այդ մարդուց մեզ հետ հավասար կանգնում զրուցում մարդկային վերաբերմունք է ցույց տալիս։ Ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Ինչի համար, ոնց կարելի ասել։ Այսքան մարդու հացի վայիս լինեն։ Հիմա այս վիճակում այսքան մարդի որ փակեն, որտեղ աշխատանքի կընդունեն, ոչ տարիքային սահմանափակում կա ստեղ ընդունվելու համար, ոչ մի բան չկա։ Հիմա այս բոլոր ժողովուրդը դուրս են մնալու, ոչ մեկ աշխատանք չի ճարելու։ 65 տարեկան։ Բանկեր ունեն, վարկեր ունեն։ Հեսա ես 60 տարեկան եմ լինում, բայց հարգանքն ունեմ, պատիվն ունեմ, այստեղ աշխատում եմ, ոչ մի բադ բան չեմ տեսել։ Չէ, հիմա եթե ես այստեղ գեղեցիկ դեմքով լինեն, բարեկազմ լինեն, մինչև 30 տարեկան։ Չեն ընդունի, ուր գնան։ Բայց ով է ասել, որ փակվելու է, ինչի համար պիտի փակվի։ Դե մենք ճիշտ է, բանվոր ենք, բայց այդքան էլ անգրագետ չեն։ Եթե կամպյուտերները ստեղից հանվեց, եթե տարան, ապրանքը ընդեղ ոնց կարա չփակվի, կփակվի, չէ։ Արդեն տարել են համակարգիչները։ Չէ, չեն տարել։ Ուզում էին տանեն, հենց այդ խոսակցությունը դրա համար է, որ թույլ չտան, որ տարան, բնականաբար պիտի մի քանի օր թեկուզ չաշխատվի, գործարանը կփակվի։ Այդով չի հասկանում, որ ինչ է կատարվելու, ինչ պարտադիր է, որ ասեն։ Բայց ինչն է պատճառը, եկել եք ստուգում ունեք, եկեք ստուգեք տեղում, ինչի պիտի տանեն, ինչի համար պիտի տանեն։ Կամ մի հատ էլ մարդկանց հետ մի հատ խոսեք, մի հատ հարցրեք, է ժողովուրդը դժգոհ է այս հիմնարկից։ Տենց մարդ չկա, որ դժգոհ լինի, բոլորը մի մարդու նման կանգնած։ Դե եթե դժգոհ լինեմ, չեմ աշխատի, կգնամ կնստեմ տունս։ Բայց այս հիմնարկի հույսով մարդիկ վարկեր են վերցրել, մարդիկ ապառիկներ են վերցրել, մարդիկ իրանց երեխաներին ուսման են տվել, որ փակեն ինչ են անելու այսքան ժողովուրդը։ Գյուղերից եկել են աշխատել, վարձով են ապրում։ Վերևում մեկը ասաց, որ էլի են եղել նման ինչ-որ ստուգումներ էլի են եղել ու բավական հաճախ, ինչ հաճախականությամբ են գալիս, դուք իմանում եք։ Շատ շուշուտ, հաճախականությունը շատ շուշուտ է, ճիշտ է, մենք չենք առնչվում, բայց լսում ենք, որ այսօր հարկային եկավ, այսօր սա եկավ, դե ժողովուրդ է, մեկը տեսնում է, խոսում է։ Հաճախականությունը շատ է։ Շատ հաճախ է, ոնց որ թույլ չտան, որ հիմնարկը աշխատի։ Ոնց որ մարդու հետևից ընկած լինեն, ամեն վարքյան գլխին կանգնեն, չթողեն աշխատի, այս մարդը, բայց այսքան մարդու կերակրում է, իհարկե մեր աշխատանքով, բայց կերակրում է։ Ու ամեն գալուց աշխատանքը դադարում է, ծառանի կանգնեցվում է, մինչև։ Չէ, ստուգումներ են գալիս են մարդավարի, ասենք իրենց ստուգումներն անում են։ Բայց սենց բան չենք տեսել ամեն դեպքում։ Բայց ինչի համար, ասում եմ, ընդեղ էլ փակեցին, ընդեղ որ ասեցին, էլ չեք աշխատելու են շանթը, այս Մանվել Արամիչը ասեց ոչինչ, ես եկել ենք ստեղ քար, քանդած, էլի ավերակ, Ինչից ես մարդը նորից ես վերականգնել։ Ձմեռվա կեսին մենք պատուհան ենք մաքրել, որ այսօր աշխատենք։ Այսօր աշխատում ենք ու թույլ չեն տալիս, ամեն անգամ մի սենց պատմություն։ Ու տալիս են բարձրորակ արտադրամ, շուկան գրավել են, կարելի ասել։ Հենց երևի պատճառն դա է, շուկան գրավել են, դրա չեն թողնում։ Ամառվա շոքին, մենք էլ պեչենու արտադրամասից ենք, այնքան պեչենի են արտադրում, այնքան վաֆլի են արտադրում, հիմա սա փչած է բապ։ Սա որպես ցեխեր եք աշխատել, բայց արտադրանք չեն կարող ստանալ։ Սա ցեխերի արտադրամասերի աշխատանքի մասին է խոսքը, որ կարող եք հիմա գնալ աշխատել, դա համակարգիչի պես պահի կապ չունի։ Իսկ արտադրանք չենք բաց թողել, մինչև համակարգիչի հարցը։
Պահեստավորման տեղ ունեք։ Պահեստավորման տեղ ունենք, արտադրության տեղերում արտադրանքը փչանում է հիմա, եթե հիմա չգնա շատ վատ վիճակի մեջ կա։ Շոկը դրայատվել վատ վիճակը պետք է անպայման հիմա խնդրում եմ աշխատողները եթե կգնան սկսեն աշխատել։ Խնդրում եմ գնանք աշխատել։ Սիրելի ժուրնալիստներ, մի բան հաշվի առեք, որ այս շոկի մենք արտադրում ենք մարոշնի։ Մենք նույնական ինչքան վնաս են կրելու, այսօր այս գործարանը ինչքան վնաս է կրելու։ Չէ որ այս բանվորները, այդ սաղը իրանց աշխատավարձը մի կտոր հացի համար էին աշխատում, չէ։ Եթե բաներ կան, դատական կարգով պետք է դատարանում վճռեն, ոչ թե կան արտադրությունը կանգնացնեն, այսքան մարդկանց աշխատանքից կդրեն, ինչ որ մարդիկ հիմի սրան հետապնդելով իրանց արտադրանքն են վաճառելու ուրախանալով շուկայում։ Եթե հարցեր կան, պետք է դատական կարգով որոշեն, այս բանվորությունը չի հասկանում, ինչ է կատարվում, բայց բանվորն եկել է աշխատանքի իր մի կտորը վաստակելու համար։ Ոչ թե օրը ցերեկով գան ամբողջ գործարանը, ամբողջ արտադրանքը մարդկանց կանած։ Այն դեպքում, երբ որ կառավարությունը ինքը ասում է բնակչության 30-ից 40%-ը ծայրահեղ աղքատ է, երկու աշխատատեղ չի կարող այս ամբողջ կառավարությունը ստեղծի, բերի կողքի աշկները ասեն, տեսեք երկու աշխատանքի տեղ ստեղծեցին։ Իսկ մի գործարար մարդ, որ այսքան բանվորությանը, այսքան ընտանիքների կարող է ապահովել, այդ մարդիկ գործին քարով ուզում են խփել։ Փոխանակ շնորհակալն եմ, որ այս պայմաններում այս մարդը այսքան բանվորության կարող է ապահովել աշխատանքը։ Պարոն Ալունյան, որքանով են օրինաչափ այդ գործողությունները։ Միայն կարող ենք արտադրել, վաճառք իրավունք։ Լավ, այդքանով հանդեպ ինչքան ժամանակ գործի առանց։ Եթե բաղատան համակարգիչը խնդիր չի։ Եթե գոնե բաղատան համակարգիչը 1 օր։ Ինչի շուրջ եք բանակցում քննիչների հետ եւ ինչ եղավ։ Քննիչը եկել էր կոնկրետ նյութեր հայտնաբերելու նպատակով։ Կոնկրետ իր քննվող քրեական գործի շրջանակներում։ Կապված ապրանքային նշանի հետ։ Ես իրեն առաջարկեցի, որպեսզի ինքը միած սկզբում համոզվի, որ այդ համակարգչի մեջ կան նման նյութեր, հետո վերցնի համակարգիչ ու գնա։ Ինքը չհամաձայնվեց, ինքը ասաց, որ ինքը համակարգիչը կտանի այնտեղ, նոր հետո կպարզի, թե մեջը կան այդ նյութերը, թե չէ։ Բանավեճը այստեղ էր։ Ես իրեն ասի, որ նույն տրամաբանությամբ ինքը կարող է այստեղ եղած ամբողջ ուրեմն համակարգչային ցանցը վերցնի տանի այստեղից, բոլոր փաստաթղթերը պահարաններում ձեր տեսած, նոր հետո գնա այնտեղ սկսի պարզել, թե կան արդյոք իր համար պիտանի փաստաթղթեր, համակարգչային տվյալներ, թե չէ։ Լրիվ անտրամաբանական է ինչ որ արեց քննիչը, բայց ես դրա ասելով այդ երևույթի ներքին տրամաբանությունը նույնպես հասկանում եմ։ Իրենք տանում են, որովհետև իրենց անհրաժեշտ է ոչ թե այն տվյալը, որի պատրվակով իրանք եկել մտել են այստեղ, իրենք դա տանում են, որպեսզի այստեղի աշխատանքը կազմալուծվի։ Եվ դա արվում է իրենց մրցակցի շուկայում, իրենց մեր ինվեստորի մրցակցի թելադրանքով։ Ներկայացեք։ Փաստաբան Հայկ Ալունյան։ Դե դուք ինձ ասում եք պարոն Ալունյան, ամեն դեպքում։ Ինչի համար են իրենք եկել։ Ապրանքանիշի հետ կապված դատարաններում վեճերի բռնվեցին կազմակերպության հետ, մրցակիցները, Վարշան բարի բան է։ Էլիտ շանտ կազմակերպությունն է, բայց ասենք դրա հետևում Վարշան Վարիբյանն է միակ։ Նա փորձեց դատական կարգով վիճարկել իր ապրանքանիշները, իբր թե իր ապրանքանիշները օգտագործվում են մեր կողմից, սակայն դատարանում տեսնելով, որ ոչ մի հեռանկար չունի, ինքը փորձում է արդեն ոստիկանության միջամտության հետ դիմել քրեական ճանապարհով, որովհետև այդ ոլորտում ունի շատ բարձրաստիճան հովանավորող։ Դատարում գործը փակվեց, այսինքն այդ։ Մենք դեռ դատական վեճերի մեջ ենք, լավ, բայց այնուամենայնիվ այս ճնշման միջոցն են ընտրվել։ Բիրտ քրեական երանգներ տալով փորձում են բիրտ ինչ-որ ճանապարհներով իրենց ապրանքը, քանի որ հիմա հենց այն սեզոնն է, որ կարող է վաճառվել, փորձում են իրենց ապրանքը շուկայում առաջ տալ, փորձելով խոչընդոտել այս կազմակերպությունը։